گرفتیم داره میاد که چند میگیرن الان ونو رو از اینجا تا Երեք օրը հարևան հանրապետությունից Իրան Իսլամական Հանրապետությունից շարժ կա դեպի Հայաստան, բայց կառավարելի է ես ներկա եմ գտնվել եւ Մաքսատանը եւ զրուցել եմ բնակիչների հետ, տեղափոխվող մարդկանց հետ, ամեն ինչ կառավարվում է, Մաքսատոնը նորմալ աշխատում է, իհարկե կան մի քիչ շարժ կա, սովորականից մի քիչ շարժ կա, բայց խոճապի մատնվելու ոչ մի բան չկա։ Խցանումներ չկա, ես իրականում երեք ընդ եմ եղել, դες բան չեք նկատել, նորմալ բնական հունով աշխատում է Մաքսատոնը, տուրիստական խմբերը գալիս են իրանց տեղով, բեռնատար ավտոմեքենաները իրանց ճանապարհով հաջորդաբար աշխատում են։ Հյուրանոցները ոչ թե միայն եկածների պահով եմ ասել տեղ չկա, ինձ կարող է մի քիչ ուրիշ ձև էլ իրանք հասկացել։ Մեր մոտ հոս կա Երևանից, այո, Եվրոպայից, Ռուսաստանից մեր մոտ տուրիստներ են գալիս եւ քանի որ մեր մոտ հյուրանոցները քիչ են եւ Ագարակ եւ Մեղրիում մի քիչ մեծ հյուրանոցներ որ կան 3 հատ են, հա 3 հատ Ագարակ, 3 հատ Մեղրի եւ բնականա որ Երևանից եկած հյուրերն են ստե մնում եւ դրսից գացող, Պարսկաստանից գացող, կարա մի օր լինի, կարա 5 օր չլինի, դա համեմատականա չեք կարող ասենք երբ ոնց կլի, բայց այն օրվա համար որ ինձ հարց են տվել, այո, այդ օրը մեկ մարդ եք ունեցել տեղավորելու, իրականում տեղ չի եղել հյուրանոցներում։ Դիմողներ չեն եղել, բայց մեկ պատրաստեք դա լինի Իրանի քաղաքացի թե իրանահայերը, ովքեր մեզ դիմեն, մենք պատրաստ ենք օգնելու իրանց, բայց մինչև հիմա նման բան չի եղել, մեզ դիմողներ չեն եղել։ نظرتون چیه در خصوص جنگ؟ نه جنگ ایران، کلا اصلا بحث جنگ. جنگ که هیچ بحثی نداره، نکبت آوره. اسم ամենատհաճ բանն է որ կարող է լինի աշխարհում պատերազմը։ جنگ آواره شدیم. Պատերազմն է պատճառ դառնում որ անդադ էսենց շրջիկ կյանքով ենք ապրում։ اما تمام مرزها برای ایرانیای خارج میشن پره. Ասում եմ բոլոր սահմաններից փորձում են դուրս գալ, եթե հնարավոր է։ ماشینا هیچ مشکلی نداره، ماشینا همین روال قبلیشه ولی تعداد توریست خیلی زیاده. Մեքենաները միշտվա առօրյան է իրա, խցանումը բանը միշտվա նույն ձևն է, ոչ մի խնդիր, ուղղակի մարդատար եւ մարդիկ որ կան շատացել են մի քիչ այդ ազդը։ Մենք Իրանի քաղաքացիներս բնականաբար ոչ պատերազմ ենք ուզում եւ ոչ էլ հորդորում ենք դրան։ Ուղղակի երկու երկրների պատերազմ է։ Հա, ինչ գնով են տանում Երևան։ Դե հիմնական գին չկա։ Գա, բայց մի վարքան բան օրվանից խնդիր է։ Չես կարող ասել պամիդոր չի որ ունի 300 դրամ օրինակ։ Շուկայի 10,000 չի մինչև Երևան, Մեղրիուց։ Մեկ հոգի։ Բան մարշրուտին հա այդքան է։ Բա տաքսին։ Տաքսին է, չեմ, ես էլ չեմ քշել, եկել եմ ուղղակի սենց նայում եմ։ Բա ո՞նց հիմնական գին չկա, կիլոմետրաժ գոյություն ունի մեկ անձի համար ինչքան է։ Շուկան է այդ օրվա որոշում։ Բան եթե շատ է կան, ես իմ մտածելով էլ, եթե շատ է կան, parza գները բարձրանալվա, քչացան, իշնելվա, սենց է вообще։ Բայց ինչի են օգտվում վարորդները այս Ես չեմ եկարա հասկանալի է, դե եթե ուզում եք լավ լինի, բերեք ավտոբուսներ շարեք բարեգործությամբ կատարեք, ես ինչ ասեմ։ Չէ, լավ չի, սովորական ոնց որ մշտական օրերի լինում է։ Չկա տենց։ Ինչի են վարորդները։ Դե բնական է, տենց պետք է լինի, չէ։ Հասկանում եմ ես կարամ իմ հավաճար քշեմ գնամ, բայց իմ ձանով այդ հարց չի լուծի։ Ես անձամբ գնացել եմ, հանդիպել եմ տաքսու վարորդների եւ խնդրել եմ, որ այդ գները իջեցնեն, որ մեր հարևան երկրից եկած բնակիչներին պետք չի առիթ օգտվել եւ այդպիսի գներով տեղափոխվել։